Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից, այսօր հուլիսի 5-ն է 2026 թվական, ասելով հուլիսի 5 դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրն է, որը ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին, իհարկե դրան կանդրադառնանք, ուղղակի կարճ նաև ասեմ, դե երեք Սահմանադրական դատարանի որոշումը, որը ուժի մեջ թողեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, այսինքն ընտրությունները համարվեց կայացած, այսօր արդեն ակնհայտ է, որ ընդդիմությունը մանդատները վերցնելու է, որտեղ նման հայտարարություն արդեն արել են, որ գնալու են խորհրդարանում պայքարեն, այնպես որ այնինչ մենք գիտեինք, իրանցից ժողովուրդը, նրանք ովքեր ձայն են տվել, ակնկալում էին իշխանափոխություն, ոչ թե գնան խորհրդարանում կռիվների մեջ մտնեն, վիրավորեն, նրանք էլ իրանց վիրավորեն, հետո ասեն դու լեգիտիմ չես, նա լեգիտիմ չի եւ այլ եւ այլ, իշխանափոխություն, խորհրդարանում կանես, ընտրություններով կանես, փողոցում կանես, քեզանից դա են պահանջում, ու ասել ենք, որ դա ձեր մոտ չի ստացվելու, խաբում եք ժողովրդին, չեք անելու, չեք կարողանալու, հիմա մենք ունենք այն, մարդիկ, որը գտնում են, որ պետք է գնան պայքարեն, պայքարելու են, որպեսզի Հայաստանին ավելի սերտ դաշնակից դարձնեն Ռուսաստանի, դուք պատկերացնում եք այսօրվա վիճակը, դրա համար այն ինչ որ մենք արդեն տեսանք, իրանք արդեն ձանձրալիության աշճան անհետաքրքիր են, հիմա մենք նայենք երկրում ինչա կատարում, աշխարհում, տարածաշրջանում, հասկանանք այս ամեն ինչի տակից ինչպես ենք դուրս գալու, եթե մեր խորհրդարանի վիճակն ու մակարդակը սա է, բայց ասելով, որ Սահմանադրության օրն է այսօր, դրան էլ կարճ անդրադառնանք, Սահմանադրությունը, որը ընդունվել է 95 թվականի հուլիսի 5-ին, այդ օրը նաև խորհրդարանական ընտրություններն էր, արդեն անկախ Հայաստանի առաջին ընտրությունը, որտեղ դրանից առաջվան 90 թվականին էր, Հայաստանը դեռ անկախություն չուներ, եւ այդ առաջի ընտրությունը, այո, անցկացվեց խայտառակ խախտումներով, բնականը նաև հանրաքվեն սահմանադրական խորհրդարանական ընտրությունների հետ էր։ Մի բան, որ հետագայում որոշվեց, որ չի կարելի հանրաքվեն դնել համապետական ընտրության հետ։ Իսկ այն ժամանակվա խախտումներից ամենամեկը, որ այսինքն ուղղակի սպառնում էին որևէ ակտիվ ու արժանի թեկնածուին, հանրության մոտ հեղինակություն ունեցող թեկնածուին, որ ուղղակի կամ կկալանավորենք, կամ կսատկացնենք, կամ էս կանենք, կամ այնանենք պետք է չմասնակցես, ուղղակի հանի թեկնածությունը։ Այն ժամանակ դա էր ընտրապայքարի ձևը, մենք ենք հաղթել, մենք ենք իշխանությունը, ոնց կարաք դուք մեր դեմ պայքարեք։ Մենք ենք ժողովրդին ներկայացնում։ Այսինքն այդ ամեն ինչը մենք գիտենք, բայց նույն ձևի, երբ որ սահմանադրություն փոխվել է, այո 95 թվականի սահմանադրությունը, Լևոն Տեր-Պետրոսյանը մենք շանս ունեինք ստեղծել նորմալ սահմանադրություն, շանս ունեինք ճիշտ հիմքեր դնելու առաջ գնալ, բայց քանի որ ինքը ձեռքերի վրա եկավ իշխանության, մտածեց՝ պետքա ժողովրդի ձեռքերը կտրել, բա որ հանկարծ վաղնել ուրիշին ձեռքերի վրա բերի իշխանության, եւ բոլոր մեր այն շանսը, որ սկզբից կարող էինք նոր հիմքեր դնել մեր երկրի համար, ցավալիորեն դրեցինք շատ վատ հիմքեր։ Դա վերաբերում է եւ սահմանադրությանը, դա եւ վերաբերում է, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ուղղակի հայտարարեց, որ ինքը պետք է ամենայն հայոց կաթողիկոս նշանակի Անտիլիասից բերեց Գարեգին առաջինին, մտավորական մարդ, լուրջ մարդ, խելացի, շատ տպավորիչ խոսքերով արտահայտվող, բայց դա ինչին էր նման, աշխարհիկ իշխանությունը, որ նշանակեր կաթողիկոս, հիմք ունեին, կարող էինք դնել խորհրդային միությունից հետո առաջի անգամ, եւ այդ հիմքը դրվեց այդպես, սահմանադրությունը դրվեց այդպես, առաջի իսկ խորհրդարանական ընտրության խախտումը դրվեց այդպես, էլ չենք ասում 96 թվականին նախագահական ինչ եղավ, մենք սա ունեինք, ինչ արեց Ռոբերտ Քոչյանը, իր հակով սահմանադրությունը փոխեց, ինչ արեց Սերժ Սարգսյանը, իր հակով սահմանադրությունը փոխեց, ինչ անում Նիկոլ Փաշինյանը, վայելում է Սերժ Սարգսյանի հակով սահմանադրությունը եւ այդ փոփոխությունները նորից ցանկանում է անի իր ճաշակով ու իր հակով։ Այդ դրա համար ոչ միայն 95 թվականի,
այլև 2005 և 2015 թվականի ընտրությունների ժամանակ սահմանադրական փոփոխությունների ներողություն, ես եղել եմ ոչի քարոզարշավի ակտիվ մասնակից, սկսած մարզերով, ավտոարշավներով, մինչև հրապարակային ելույթները բոլորը կա, որ ասել ենք այո, մեր սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն կա, բայց այդ սահմանադրությունը փոխողը չպետք է լինի Ռոբերտ Քոչյանը, Սերժ Սարգսյանը կամ Նիկոլ Փաշինյանը, որտեղ նրանց նպատակը այդ սահմանադրության փոփոխությամբ մեր երկրի համար լավ բան անելը չէ, այլ ուղղակի իրենց պաշտոնում վերարտադրվելն է, կամ հնարավորինս ամեն հաջորդը մտածել է ոնց սահմանափակենք ժողովրդի հնարավորությունները։ Սահմանադրությունը այսօր տալիս է այնպիսի հնարավորություն, որ ով նստում է այդ աթոռին, ուզում է դպրոցից մի երեխա տանես տնես, այդ դպրոցական երեխան կնստի և համակարգը նրան կպահի, ինչ ուզում է անի, ամենավերջի հանցագործությունն անի, կապովի գիժ լինի, համակարգը նրան կպահի, որտև դրա դիմաց ստանում է փող, պարգևավճար, ուսադիրներ, շատ լավ խոշոր աստղերով, որը որ թանկ է ամեն ինչի ճիշտ պետություն։ Ժորժ ջան, դուք պատկերացնում եք ուսադիր, վկայական, աշխատավարձ ու պարգևավճար և աշխարհը մանգաս պետության հաշվին, ու նժարի մի կողմը դրած էլի պետությունը, դե լավ եք էլի ժողովուրդ ջան, ում ուզում եք նստացրեք, գնացեք, որ փողոցից մեկին վերցրեք, տարեք, նստացրեք, համակարգը նրան կպահի, որովհետև պահելով նրան պահվում է ինքը։ Էս է սահմանադրությունը, այն ինչ որ ունենք։ Ու քանի որ այդ հարցի հետ կապված օրվա խորհրդի ժամանակին անդրադարձել եմ, իսկ շատ դեպքերում ես ինչու եմ նաև ժամանակին ասվածին անդրադառնում, մարդիկ կան, որ ասում են, դե լավ, հիմա խոսում եք, բոլորն էլ խոսում են։ Ինչ իմանանք, թե վաղը ինչ է ալնելու, ոնց իմանանք, որ դուք եք ճիշտ ասում։ Դրա համար պետք է հասկանալ ամեն մեկի ասածը ժամանակի քննություն բռնել է թե չէ, կամ ինչ էր ակնկալում այդ մարդը և արդյունքում մենք ինչ ունեցանք, որն էր ճիշտ, որն էր սխալ։ Եվ դրա համար դեռ 2011 թվականին, երբ որ հուլիսի 5-ին մի հարցազրույց էր ինձ հետ, վերնագիրն էր հռակատենապետ ես այն ժամանակ, երբ իշխանավորը լիարժեք ձևով կցանկանա լինել Հայաստանի շարքային քաղաքացի, այդժամ էլ կտոնենք մեր սահմանադրության հաղթանակը։ Ներկայացնում էին որպես տոն, ես էլ ասում եմ ինչն ենք որպես տոն նշում։ Այսօր իշխանավորը ցանկանում է կառչել իշխանությունից, նա չի ուզում իր ղեկավարած երկրում շարքային քաղաքացի լինել, դե գիտի դա ինչ է նշանակում, ինչն եք տոնում։ 1995 թվականի սահմանադրությունն անցումային երկրի սահմանադրությունն էր, որը փաստում էր այդ երկրի իրավիճակը, որն էլ չէր համապատասխանում այն մտադրություններին, որ ցանկանում էինք իրապես ունենալ՝ իրավական, սոցիալական, ինքնիշխան պետություն, անդրադառնալով օրվա խորհրդին ասաց հռակատենապետ Էդվարդ Անտոնյանը։ Կյանքը հետագայում ցույց տվեց, որ մենք այդքան էլ հակված չենք օրենքները գերակա համարել, իսկ սոցիալական առումով Հայաստանի վիճակն այնպիսին չէ, որ համարվենք իսկապես սոցիալական պետություն։ Էլ չեմ խոսում, որ պարբերաբար արվեցին քայլեր, որոնք հարցականի տակ առան մեր ինքնիշխանությունը, և հակառակը քաղաքականապես այնպիսի քայլեր չարվեցին, որ Հայաստանն անկախ լինի, կախվածություն առաջացավ կոնկրետ երկրից, ավելացրեց Անտոնյանը։ Դե կոնկրետ երկիրը մինչև մի կախված ենք էլի։ Էդվարդ Անտոնյանը հիշեցրեց, որ ընդունումից 10 տարի անց սահմանադրությունը փոփոխություններ կրեց, բայց ըստ նրա իրավիճակը չբարելավվեց, քանի որ մնացին մի շարք խնդիրներ, այնպես որ եթե ցանկանում ենք, որպեսզի սահմանադրության ընդունումը լիարժեք տոն ընկալվի բոլորիս կողմից, ապա այն պետք է արմատապես բարեփոխվի։ Ցավալի մեկ այլ խնդիր է տեսնում հռակատենապետը, այն է, չունենալով ժողովրդավարական ավանդույթներ, սահմանադրությունը տարընթերցում չպետք է ունենա, այն պետք է լինի իդեալական գրված, որովհետև իշխանությունը միշտ հակված է իչարս օգտագործել ցանկացած սողանցք, նշեց Անտոնյանն ու հավելեց. Հայաստանը չպետք է համեմատվի այլ երկրների հետ, որոնք առաջնորդվում են ոչ այնքան սահմանադրությամբ, որքան ավանդույթներով։ Ի վերջո ԱՄՆ-ի սահմանադրությունը 224 տարեկան է, դե այդ ժամանակվա հաշվարկով էր 224, ընդունվել է 1787 թվականին։
Այդ ժամանակահատվածում կրել է ընդամենը 27 փոփոխություն, ու ստրկատիրական հասարակարգից այդքանով փաստորեն անցում կատարել ժողովրդավարությանը։ Դուք պատկերացնում եք 1787 թվականից, երբ որ ստրկությունը պետականորեն 1865 թվականին է վերացվել օրենքով, այդ սահմանադրությունը, որը այդ ժամանակվա ընդունել գաղութատիրությունից ազատվելու սահմանադրություն, անկախության հռչակագիրի 76, սահմանադրությունը 87, նախագահ 89, եւ այդ ժամանակ այնպիսի սահմանադրությունը, որ այսօր ընդամենը 27 փոփոխություն է տեղի ունեցել, բայց տեսեք ինչ հասարակարգից ինչի է հասել։ Իսկ ամենակարևորը ոչ թե այդ փոփոխություններն են, այլ բարի կամք, հարգել օրենքն ու իսկապես կառուցել սոցիալական իրավական պետություն։ Առայժմ մեզանում քաղաքական կամքն է պակասում, քանի որ ոչ մի իշխանավոր չի պատկերացնում ու պատրաստ էլ չի լինել շարքային քաղաքացի, առավել ևս որ տեսնում է շարքային քաղաքացու վիճակը, ավելացրեց Անտինյանն ու հավելեց. երբ իշխանավորը լիարժեք ձևով կցանկանա լինել Հայաստանի շարքային քաղաքացի, այդժամ էլ կտոնենք մեր սահմանադրության հաղթանակը։ Ահա սա եղել է իմ գնահատականը, որ հավատացնում եմ ձեզ, այսօր նույնպես նույն ձևի կասեի, որովհետև այսօր էլ վիճակը նույնն է եւ սա մեզ համար ցավոք տոն չի։ Եվ առաջիկա փոփոխությունը մարդիկ հասկանում են ինչի համար է կատարում, հաստատ ժողովրդի շահերի համար ու պետության շահերի համար չի կատարում։ Իսկ ճոռոմ ուղերձները թող տարբեր տրամաչափի պաշտոնյաները կարդան սահմանադրության հետ կապված։ Ես իմ գնահատականը տվեցի։ Իսկ հիմա նայենք Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայել Միշուստինը հուլիսի 6-ին բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Եկատերինբուրգում։ Ռուսաստանի եւ Հայաստանի վարչապետերը միասին կմասնակցեն Իննոպրոմ 16-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին։ Եկատերինբուրգ մեկնելը Փաշինյանի համար առաջին այցը կլինի Ռուսաստան Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո։ Բայց ես ինչ միջազգային ցուցահանդես է, որին էլ պիտի գնա Փաշինյանը մասնակցի։ Այսինքն սենց միացած շատ կարևոր էր մեզ համար, որ Փաշինյանը գնա միջազգային ցուցահանդեսին մասնակցի, որ 2010 թվականից նոր բացվել է ու ասենք անցակացում։ Այսօր դրա ժամանակն է։ Թե այս ուղղակի ցուցահանդեսը առիթ է, որ գնա Ռուսաստանում հարցերը քննարկեն, հարցերը լուծեն։ Իսկ Ռուսաստանի վիճակը մեզ պարզ չի։ Այսինքն մենք ուզում ենք Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորել, մենք տես խնդիր ենք դրել, շատ լավ կլի, որ հարաբերությունները համենայն դեպս լարված չլի կամ թշնամական, մենք այսօր չենք էլ պատրաստվում որևէ մեկի հետ պատերազմի մեջ մտնել կամ հակամարտության, բայց այսօր մենք ի՞նչն ենք կարգավորում։ Այսօր մենք պատկերացնում ենք Ռուսաստանի վիճակը, բենզինի վիճակը, որ չեն կարողանալու ընդհանրապես բերք հավաքեն, սովի առաջ են կանգնելու, դա պատկերացնում եք։ Խորհրդային միությունը փլուզվելուց առաջվա բենզինի հերթերը հիշում եք, ժողովուրդ ջան։ Բայց տեսել ենք, չէ՞, այդ ամեն ինչը։ Տեսել ենք ու հիմա նույն բանն ենք տեսնում։ Խորհրդային միության փլուզման այդ ամբողջ քայլերը տեսնում ենք։ Եթե Ռուսաստանը չհասկացավ, որ պետք է հետ քաշվի, իր երկիրը տանելու է փլելու, մենք դրա տակ մտնում ենք, որ ինչ անենք։ Դեռ մտածում ենք, որ կարող է հարաբերությունները կարգավորենք, որ կարգավորեցինք, մենք ոնց ենք իրար հետ աշխատում։ Այսօր Ռուսաստանը արդեն հասկանում է, որ չի կարող երկիրը պահի։ Այսօր 10-ից 9 պաշտոնյան ասում է, պետք է միջուկային հարված հասցնենք։ Չեք լսում դուք դա։ Դա որ դեպքում են ասում։ 22 թվականին Պուտինն ասում է, նա լուրջ էին ընդունում։ Ասում են, հա, Պուտինը որ ասեց կանի։ Եվ մարդիկ տագնապած էին ամբողջ աշխարհում։ Ինձ լրագրողները հարցազրույց էին կանչում, ասում էին միջուկային պատերազմ կլի, Պուտինը կսկսի, ասում էի չէ, բայց մինչև հաղորդումը ասում են լավ, մի ժողովրդին կարող է հանգստացնես, հասկացանք, բայց իրականում կասես, ինչ ես կարծում կլինի, թե չէ, երեխատեր ենք, չիմանանք, ասում էի կարող է, ես Հայաստանում չեմ ապրում, այդ միջուկային պատերազմը որ լինի, այս մոլորակը վերացնելու, ես այս մոլորակում չեմ ապրում, հանգիստ ասում եմ, դա չի լինելու, Պուտինը դա չի անելու, հանգստացեք ժողովուրդ ջան, ոչ թե եթերում մարդկանց հանգստացնում եմ, այլ իրականում ասում եմ, չի լինելու։ Բայց հիմա այսօր նորից Պուտինը եւ բոլոր պաշտոնյաները խոսում են դրա մասին։ Եվ մեկ էլ նորից հիշեցին մի հատ ռուս
դե ռուս էլի, հա, Սերգեյ Կարգանովը, որը որ մթամթե հայ է, անպայման ասենց արդեն սկսեցին իրան հարցնել, ինչ կարծիքի եք, Բամիչուկային պատերազմը, ինքը բացատրում է դրա անհրաժեշտությունը։ Ինքը բացատրում է, բա ինչ եք ուզում էլի, բա պետք է խփեն, բա ինչ պետք է անեն, պետք է թողեն, որ պարտվեն։ Անենց համոզիչ է խոսում, ասպես էս մարդը ասում է, այո, պետք է մոլորակը վերանա, բա ոնց կարա Պուտինը պարտվի։ Այս մակարդակով է ժողովուրդը, այդ Ռուսաստանի հետ ենք ուզում հարաբերությունները կարգավորենք։ Չեք տեսնում, որ կամաց տանում են դրան, որ այդ անհավասարակշիռ մարդու ձեռը միջուկային ռումբ չլինի։ Դրա համար ես այդ հարցում էլ, որպեսզի չլինի հարցը, որ ասեն, հա, դե լավ, Ռուսաստանը մի քիչ թուլացել է, առիթից օգտվում եք, դրա մասին եք խոսում։ Հիշացնեմ այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը թույլ չէր։ Հիշացնեմ այն ժամանակ, երբ որ սարսափ էր Պուտինը, որ ասեն այս պատերազմը սկսեց, տեսեք ինչ ա լինելու։ Եվ ուզում եմ, որ այո, դուք այդպես նայեք, որ ժամանակը անցավ, տարիներն անցան, եւ մարդիկ հասկանան, ինչ կլիներ, եթե մենք ժամանակին ճիշտ կողմնորոշվեինք ու ճիշտ քայլեր անեինք։ Մի հատ ուղղակի նայեք, այս հարցազրույցի այս հատվածը Free News հեռուստաընկերությամբ եղել է 2022 թվականի փետրվարի 17-ին, այսինքն մի շաբաթ առաջ պատերազմը սկսելու։ Այն մթնոլորտը, որը որ կար, որ մարդկանց թվում էր հայ բան չի մնացել, սա սկսվելու է։ Այդ ժամանակա տրվել այդ գնահատականը։ Մի հատ տեսեք այդ ժամանակվա տրված գնահատականը, կարելի է վստահել են հրապարակային գործչին, որը այդ ժամանակ Ռուսաստանի այդ գերհրզոր ժամանակ այդ գնահատականը տվել է եւ հիմա դրանից անցել է 4 տարի, 4.5 տարի։ Հիմա մենք ինչ իրավիճակ ունենք։ Հիմա նորից վախենանք Պուտինի միջուկային պատերազմից կամ արդարացնենք դա թե ոչ։ Դե նայեք ու շարունակենք։ Դրա սկիզբը դրվեց 1983 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, երբ որ կանգնեց հայտարարություն արեց Ֆլորիդայում 1983 թվականի մարտ ամսին, որ խորհրդային միությունը դա չարիքի կայսրություն է։ Դա Ռոնալդ Ռեյգանի հայտնի արտահայտություններն էր, որով որ հենց սկսվեց փլուզելը խորհրդային միությանը։ Եվ դրանից մի քանի տարի հետո խորհրդային միությունը փլուզվեց, եթե ոչ Ռոնալդ Ռեյգանի ժամանակապա նրա հաջորդի Ջորջ Բուշ ավագի, բայց ամեն ինչ արդեն փլել էր Ռոնալդ Ռեյգանը։ Ինչի եմ ես սա ասում։ Հիմա այսօր Ռուսաստանը ինքը իր տնտեսապես բավական հետ է անգել, երբ որ ինքը ագրեսիա բանացրեց Ղրիմի հետ կապված, արևմուտքը փորձեց նրան կամաց թուլացնել, այսօր արդեն Ռուսաստանը բավական թույլ է եւ շանտաժ անում միջուկային զենքով։ Այդ պարագայում Ամերիկայի Միացյալ Նահանգները, երբ որ հիմա ասենց ագրեսիվ ձևով ասեն պատերազմը սկսելու, ինչի համար են անում, որպեսզի Ռուսաստանը թույլ տար իր սխալը եւ այդ սխալը թույլ տրվեց։ Վլադիմիր Պուտինն ասեց մի բան, որը դա ճակատագրական սխալ էր, որը նկատում, որ ասեց, որ ես միջուկային պետություն եմ, մոլորակը կվերացնեմ, եթե հանկարծ դուք փորձեք ուրիշ ձևով վարվել։ Այսինքն աշխարհապատկերացնում եք առանց մեզ ում է պետք նման աշխարհ։ Սա ինչի համար էր պետք։ Այդ ամբողջ ճնշումը, ինֆորմացիոն այդ հարձակումը նրա համար էր, որ Պուտինը սխալվեր։ Պուտինը երբ որ դա ասեց, նա մնաց մենակ, ասեմ ինչի։ Որտեւ այն մարդիկ, ովքեր հզանցած ծառայում են Վլադիմիր Պուտինին, ծառայում են, որտեւ լավ են ապրում, ծառայում են, որտեւ իրենց երեխաները լավ բուհերում են, սովորում, լավ ապրում են, ոչ մեկը չի պատրաստում իրենց երեխային կործանի Պուտինի համար։ Անկամ Պուտինի երեխան թույլ չի տա, որ իր երեխային կործանի իր հորքը մահաճույքի համար։ Պարոն Անտոնյան, դուք խոսում եք Պուտինի հայտարարության մասին եւ ասում եք, որ նա սխալվեց։ Դա հայտարարություններ, իսկ գործողությունների մեջ տպավորություն չունեք, որ արևմուտքը հռետորաբանությամբ, հայտարարություններով, Ռուսաստանի բնութագրման արհեստական հիստերիա բարձրացնելով մղում էր պատերազմին, բայց ինքը Ռուսաստանը կարծես չի գնում։ Դե հենց ես ինչ եմ ասում, որ երբ որ դրթեց արևմուտքը Ռուսաստանին եւ Պուտինի այդ հայտարարությունն արեց, ով չի հասկանում, որ ինքը կոճակը չի սեղմի եւ միջուկային մարտագլխով հրթիռ չի թռնի։ Ավելի շուտ իր գլուխը կթռցնեն, քան թույլ կտան դա անել։ Նույնիսկ իր ամենամտերիմ մարդիկ։ Եվ պատահական չէ, ինչ ասեց Ջո Բայդենը, ով է Պուտինը, միջուկային զենքով տղա, որը չունի ընկերներ։
Այս սա համարեք այն արտահայտությունը, որը ես ասացի Ռոնալդ Ռեյգանի արտահայտությունը։ Եվ պատահական չի, որ այսօր ժեստեր են անում ռուս ժողովրդին, որովհետև խորհրդային միության ժամանակ ասեցին, որ խորհրդային միությունը նույնացվում էր պետության ղեկավարը պետության հետ, պետք է փլել պետությունը։ Իսկ այսօր ասում են, եթե չեք ուզում նույնացնեք Պուտինին Ռուսաստանի հետ, Պուտինից ձեռք քաշեք։ Այսինքն մենք ստիպված չլինենք Բայդենի ուղերձները ռուս ժողովրդին հետ այո, ստիպված չլինենք փլել Ռուսաստանը, այլ մենք ուղղակի ասենք, որ այն մարդը, ով ունի միջուկային մարտագլխիկ եւ այդքան անհավասարակշիռ է, այդ մարդը պետք է հեռանա։ Այման նայեցիք պատերազմից 7 օր առաջ։ Այս գնահատականն է իմ կողմից տրվել, 7 օր հետո Պուտինը պատերազմ է սկսել, 3 օրում պետք է ավարտեր։ Հիմա եթե այդ մարդը գոնե պատկերացում ունենար նվազագույն, թե ինչ է աշխարհում կատարվում, ինչի ենք տարբերաբար պատմական էքսկուրս կատարում, որպեսզի գնահատելու հետ կապված որտեղից ենք եկել եւ ուր ենք գնում, ինչ վիճակում ենք հայտնվել, ինչու ենք հայտնվել, ինչ պետք է անել այդ վիճակից դուրս գալու։ Հիմա դուք հիշում եք այդ ոգևորությունը դրա հետ կապված։ Հիշում եք, որ ասում են, բա ինչ պետք է անի, բա պետք է միջուկային զենք օգտագործի, Ուկրաինան ով է որ չօգտագործի։ Ասում եք մոլորակը կվերանա, ոչինչ, բա Պուտինը պարտվի։ Երեխաները խոսում է, ասում է, թող մոլորակը վերանա, մենակ Պուտինը չպարտվի։ Եվ դուք կարծում եք Հայաստանում քիչ մարդ կա, որ այդ կարծիքին է։ Ու այսօր է 26 թվականին։ Բա դրա համար է մեզ ճղում, ասում ենք, Ժողովուրդ ջան, բա դուք ում եք լսում, կամ հիմա ում եք լսում։ Եվ դրա համար այ պատերազմից մի շաբաթ առաջ է դա ասվել, չէ, բայց պատերազմից մի քանի օր հետո ես նորից այդ թեմային անդրադարձել եմ, երբ որ լրագրողը ինձ հարց տվեց։ Իմ գնահատականի պատերազմից առաջվա եւ իմ գնահատականի պատերազմից մի քանի օր հետոյվա դրանից երևում է, որ Պուտինը մի քանի օրից հաղթելու է։ Դրանից հետևում է, որ ինչ ալնելու աշխարհում։ Բա դա ենք զգուշացնում, Ժողովուրդ ջան, այսօրվանն էլ վաղը պետք է ասեք, բա մի հատ լավ ասեիք, էլի համոզիչ ասեիք, որ հասկանայինք։ Հիմա այդ մի հատվածն էլ դիտեք ու շարունակենք։ Միջուկային պատերազմի դուք բացառում եք այդպիսի հեռանկարը, բայց խոսակցություններ կան, հավանականություն, խոսում են, որ միգուցե համաշխարհային, միգուցե միջուկային պատերազմ։ Խոսք գնում է տակտիկական միջուկային զենք օգտագործելու մասին, բայց ամեն դեպքում ես ուզում եմ մենք հստակ պատկերացնենք։ Այս տարիթայղը նայում եք միասին խոսել ենք, որ 3 անգամ խորհրդային միությունը միջուկային շանտաժ արել Միացյալ Նահանգներին, 3 անգամ Միացյալ Նահանգները զիջել է հստակ իմանալով, որ միջուկային պատերազմ հաղթող չի լինելու։ Եվ մտածել է, որ դրա համար պետք է ուղղակի գնալ խորհրդային միությանը քայքայում են ինչ ճանաչին։ Այսօր էլ իրանք մտածում են ինչի ներքաշվենք միջուկային պատ եւ կործանման վտանգի առաջ կանգնացնենք։ Եթե մենք կարող ենք պարզապես սանկցիաներով Ռուսաստանը քայքայենք, այնպես ինչպես խորհրդային միությունը։ Կա պատկերացումը թե դա ակում մարդկության համար, մոլորակի համար։ Ինչը։ Միջուկային պատերազմ։ Դե գիտեք ինչ։ Ինչը։ Միջուկային պատերազմ։ Դե գիտեք ինչ։ Հասարակական շրջան։ Դա այնքան լուրջ է միջուկային պատերազմի մասին, այնպիսի արհավիր կա, որ եթե շատ լուրջ խոսեմ, մեզ ճիշտ չեն հասկանա։ Ավելի լավ է մի հատ օրինակ բերեմ։ Հայկական ռադիոյին ժամանակին ձեր տված հարցը տալիս են, ասում են ճիշտ է, որ միջուկային պատերազմը, եթե միջուկային զենք ռումբը պայթի, հարվածային այնպիսի ալիք առաջանա, որ սրբում տանում է իր ճանապարհին ամեն ինչ։ Բոլոր շենք շինություններն ավիրում է, անգամ այնպես ավիրում, որ մի հատ փայտի մի հատ զուգարան էլ չես կարող գտնել։ Իսկ հայկական ռադիոն պատասխանում է միջուկային ռումբի պայթունից հետո նախ բարի եղիր քամակդ գտնես, նոր զուգարան մանգաս։ Այսինքն այս աշճանի լուրջ է միջուկային պատերազմը։ Ուզում եմ ուղղակի պատկերացնել։ Այմա լսեցիք, հավատացնում եմ ձեզ, որ հիմա նույնպես միջուկային պատերազմ չի լինելու եւ այդ համամոլորակային խոճապի կարիքը բացարձակ չկա։ Ով որ չի հավատում, եթե միջուկային պատերազմ կլինի, միշտ մոլորակային տարածքում կհանդիպենք, ինձ կհարցնեք, կասեք, բա ասում էիր, տեսար ինչ եղավ։ Այո, Ժողովուրդ ջան,
ասում էի չի պայթելու մոլորակը, որովհետև այդ անհավասարակշիռ մարդը 22 թվականին էլ էր անհավասարակշիռ, որ ձեզ այդպես չէր թվում, թվում էր աշխարհի ամենահզոր մարդը, թվում էր աշխարհի երկրորդ բանակն ունի, բոլորն իրանից վախենում են, իրան չէին վախենում, առաջ քաշում արեցին կամած կոտրեն, կամած ներքաշվեն ճահիճի մեջ, որպեսի արդեն իրանք էլ հաշտվեն իրանց պարտության հետ, ձեռքը չտանեն կոճակին, որովհետև արդեն ուշացավ այդ պահը, այո, սա է, որ հիմա դուք տեսեք, թե ինչ խանդավառությամբ նորից Հայաստանում պաշտպանում են այդ տեսակետը, որ տեսեք, դուք երկրորդական ուշադրություն չդարձնեք Պուտինի վրա, տեսեք ինքը ոնց է իրավիճակը վերականգնելու, այո ժողովուրդ ջան, դուք ուղղակի մտածեք, ինչի եք դուք այդ ձևի մտածում, ինչն է պատճառը, դուք Հայաստանի քաղաքացի եք, դուք հայ եք, սա է ձեր պետությունը, ինչի է ձեր ուշն ու միտքը նրա վրա, որ Պուտինը հաղթի Ուկրաինային, մարդ սպանի եւ կարողանա հաղթի, երջանկանում եք, որ ասում եք, այո, թող հայ ֆերմերը, հայ գյուղացին ապրանքը փչանա, որպեսի դասելի, ում դասելի, ֆերմերին գյուղացուն, թե ում իշխանությանը, Ռուսաստանը, եթե այսօր սահմանը բացած է ապրանքը, որ տանես, կկարողանաս հետ բերես, այդ մեքենան հետ կարող է գա, կարող եք այդ մեքենան նստեք մի հատ ուսումնասիրեք, քանի քաղաքում են հայկական մեքենաները կանգնած։ Եվ սա է հարցը, որ մենք լուրջ անելիք ունենք մեր երկրում մթնոլորտ փոխելու, եւ այն ժամանակ են այդ կարծիքները ասվել, որովհետեւ աշխարհում բոլորն էին համոզված, որ Ռուսաստանը հաղթելու է։ Այդ դրա համար մտածեք, թե ինչու է մեր քաղաքական ու քաղաքագիտական միտքը հետ ընկնում, որովհետև նրանք, ովքեր ոչ մի բան չեն հասկանում, նրանք են բոլոր աթոռները զբաղացրել։ Այդ էլ քիչ է, հանրային տարածքներ են զբաղացրել, որ հանկարծ խոսքդ մեծ լսարան չունենա։ Այս է։ Դրա համար ժողովուրդ ջան, այդ որ ասեցի, եթե հավանում եք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, մաքսիմալ տարածեք, ամեն ինչ արխիվում է, այնպես որ եթե շատերը կարծում են, որ վերջ էս ընտրությունով ամեն ինչ ինչը ավարտվեց, մոլորակը վերացավ, Հայաստանը վերացավ, ինչը ավարտվեց։ Պրոբլեմները շատացավ, պետք է մտածել ավելի մոբիլիզացված կարողանալ առաջ գնալ։ Իսկ հիմա նայենք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ գեներալ Հուսեյն Մարուֆի ինչ է ասում, Ռուսաստանը դաշնակից երկիր է եւ կանգնած է Իրանի կողքին։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս այցելել է Իրան եւ մեր նախագահ Մասուդ Փեզեշքյանն ու մյուս պաշտոնյաները կանոնավոր կերպով մեկնում են Ռուսաստան, մենք հարևաններ ենք եւ բարիդրացիությունը եղել է մեր հարաբերությունների բնորոշ գիծը։ Ողջ պատմության ընթացքում, դուք մինչեւ այսօր Ռուսաստանը եղել է մեր գործընկերը եւ այն հավետ կմնա այդպիսին։ Դրանում կասկածի ոչ մի նշույլ չկա։ Ասա է, որ ասում էինք, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական պարտության չտանի Ռուսաստանին, Ռուսաստանը ուժ ունի թե չունի, Իրանի թիկունքին կանգնելու է։ Ուժ ունի թե չունի, պետք է փորձի Հայաստանի վրա ազդեցություն ունենա, որ գոնե դրանով ցույց տա, որ ինքը ավարտված չի։ Այո, Ուկրաինայի դեմ կռվում է իր թիկունքին կանգնած ամբողջ արևմուտքը հավաքական, բայց Հայաստանն ով դառավ, որ Հայաստանն էլ իր դեմ դիմադրի, հո ինքը այդքան թույլ չի։ Այդ դրա համար էլ Հայաստանում է պարարտող կա Ռուսաստանի շահերը սպասարկելու։ Այ հիմա սա էլ մենք էլ պետք է հասկանանք, որ այո, Ռուսաստանը եւ Իրանը միասնական են գործելու։ Եվ այդ պարագայում հեշտությամբ մենք չենք կարողանալու ասենք Ամերիկայի հետ լավ ենք, մենք խնդրեմ չունենք։ Չի ստացվելու դա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամփ Եվրոպան դաս է քաղում, բավական է ընդունես քեզ մոտ երրորդ աշխարհի հանցագործների ինքդ էլ ես վերածվում երրորդ աշխարհի երկրի։ Դա տեղի է ունենում արագ մի ակնթարթում, ես ընտրվեցի ճիշտ ժամանակին։ Այ կարևորը ճիշտ ժամանակին է ծնված կլնես, եթե ճողա դրանում կասկածում։ Մենք ուղղակի հասկանանք, հիմա իրանքը քննադատում է Եվրոպային անընդհատ Եվրոպային, որ քննադատելու հարցում ուղղակի Իրանի եւ Ռուսաստանի կարծիքները մշտապես համընկնում են, բայց մի հատ հասկանանք, ի վերջո շատ ալում ինձ ասենք ասում են լավ, պարոն Անտինյան,
Դոնալդ Տրամպը հեչ մի դրական բան չի անում, որ այսինքն գոնե այդ մասին ասենք նշեք։ Ժորժ ջան, ասեմ, մի անգամ անդրադարձել եմ, էլի տենց հարց տվել են, մի հատ էլ ասեմ։ Հիմա տեսեք, ինչու հնարավոր չի այսօր ասել, որ Դոնալդ Տրամպը դրական բան է անում։ Դոնալդ Տրամպը կանգնում ասում է, ես Գրենլանդիան գրավեմ։ Գրենլանդիան Դանիայի կազմում է, Դանիան ՆԱՏՕ-ի անդամ է։ 49 թվականի ստեղծված ՆԱՏՕ-ն Վաշինգտոնում ստեղծված 12 հիմնադիրներից մեկն է։ Դու ՆԱՏՕ-ն ստեղծել ես Եվրոպայի անվտանգության համար։ Դու քո ՆԱՏՕ-ի հիմնադիր անդամից տարածք ես ուզում խլես։ Դա ո՞նց կարելի է նորմալ համարել։ Բայց որպեսզի Ամերիկայի այդ կոնֆլիկտի չգնան, մարդիկ մտածում են, ասում են, դե լավ, ինչ է իր ուզածը, անվտանգության հարցը ավելացնի Ամերիկայի անվտանգության, հախվեր թող Գրենլանդիայում իր բազաների թվաքանակն ավելացնի կամ զինատեսակներ դնի, պարեկություն անի, մենք ինչ է խանգարում։ Այսինքն արդյունքում ստացվում է, որ Գրենլանդիան կամ Դանիան հոժարակամ կարող են մեծացնել ներկայացվածությունը Միացյալ Նահանգներին։ Հաջորդ նախագահը, որը Տրամպից հետո կգա, կքննադատի Տրամպին գրենլանդական իր քաղաքականության համար, բայց այն նշաձողը կունենա այն, որ իրանք ավելի լավ էր ներկայացված Գրենլանդիայում։ Հիմա համարել դա դրական թե չէ, մինչև Տրամպը տուն չգնա, չես կարող գնահատական տաս։ Ինչու՞, որովհետև վաղը կարող է ինքը որոշի Գրենլանդիայից զորքը հանի, մյուս օրը որոշի Գրենլանդիային հարվածի, մյուս օրը նորից որոշի արքու վաճառքի նստի։ Պետք է այդ մարդը գնա, որ դնես, գիծը քաշես ու ասես, սա այսպես է, սա այսպես է։ Միևնույնն է, Ամերիկայի շահերի տեսանկյունից իր այս արած քայլը կարող է հաջորդ նախագահի համար դրական լինի, բայց չենք կարող մենք դրական համարենք գործընկերոջ տարածքը խլելու ցանկությամբ, որ ասի դե լավ, էս չեղավ, ճարպկություն անենք, մի բան մեր ազդեցությունն ավելացնենք։ Կանգնել է Պանամայի հետ կապված ասել, այդ ջրանցքը պետք է վերցնեմ։ Պետք է վերցնեմ ու վերջ, որպեսզի Ամերիկայի շահերի համար։ Կանգնում ասում են Գերջ ջան, այդ Պանամայի ջրանցքը այդ երկրին է պատկանում, Ամերիկան է որոշել, Ամերիկայի նախագահն է որոշել, կոնգրեսն է որոշել, ո՞նց էս կանգնում վերցնում այդ մարդու սեփականությունը։ Հա բայց ինքը այդ ճնշումը գործադրում է, հնարավոր է պաշտպանել իրան, իհարկե ոչ։ Բայց ի վերջո Պանաման հասկացավ, որ ուղիղ առճակատման պետք է չգնա Տրամպի հետ, որոշեց այնուամենայնիվ դատարանով չինական երկու նավահանգիստների հարցը լուծի։ Ասի, որ դատարանով Չինաստանին ընդեղից հանի եւ դանիական ընկերությունը տենդերով հաղթի գա, որի պարագայում չկասկած են, որ Ամերիկան է ճնշել, որովհետեւ Դանիայի հետ ինքը կոնֆլիկտ ունի Գրենլանդիայի հետ կապված։ Ասենք Տրամպը ճիշտ է, իհարկե ոչ։ Ոնց ասենք ճիշտ է արել, որ Պանամայից իր տարածքը ուզում էր, բայց հաջորդ նախագահը կգա, այդ բազայի վրա կլինի, որ Ամերիկայի շահերից ելնելով ինքը կքննադատի Տրամպին, բայց ավելի բարձր նշաձողից հարաբերությունը կլինի Պանամայի հետ։ Ինքը ասել է Եվրոպային, վատ է կանում, էս է կանում, այն է կանում, ստիպել է, որ Եվրոպան զինվի, օգուտ է դա, Եվրոպայի համար շատ օգուտ է։ Վաղը կգա հաջորդը կքննադատի Տրամպին Եվրոպայի դեմ պրոբլեմ ունենալու, հարաբերությունը կկարգավորի Եվրոպայի հետ, բայց ուրախ կլինի, որ ծախսի մի մասը գցեց Եվրոպայի վրա։ Այս կարգի հարցերը, միգրացիոն քաղաքականությունը, որ հիմա ինքը ասում է, խայտառակ կատաստրոֆիկ միգրացիոն քաղաքականությունը շատ կոշտ վարում, շատ լուրջ դժգոհություններ առաջացնում։ Բայց կգա հաջորդը, այդ նշաձողից կշարունակի քննադատելով Տրամպի քաղաքականությունը։ 66 միջազգային կազմակերպությունից Ամերիկային հանեց։ Ճիշտ էր թե սխալ։ Շատ կազմակերպությունների հարցում շատ սխալ էր։ Բայց տեղի էլ կա, որ իներցիայով մնացել էր, որ դրա կարիքը Ամերիկան չուներ։ Հիմա կգա հաջորդ նախագահը, կքննադատի Տրամպին, բայց կարող է վերականգնի 6-ը, ոչ թե 66-ը։ Այսինքն դուք պատկերացնում եք, բայց քանի որ ինքը օրը մի բան կարող է որոշի, մինչև ինքը չգնա, չես կարող գիծը քաշել եւ գնահատական տալ։ Ու այն գնահատականները, որը կտա Ամերիկայի շահից ելնելով, դա Ամերիկայի շահից ելնելով մեկը նախագահը չի խրախուսի, դա անգամ եթե հանրապետականը լինի, որովհետեւ պարզ բացատրում ենք, ուրիշի ապրանքն ուզում ես, հետո ասում ես, դե լավ, քեզ մի հատ ճնշեմ, մի բան քեզանից ֆունկցիա փոկեմ։ Մենք ոնց դա արդարացնենք։ Ես բացատրում եմ, որ հաջորդի համար բարենպաստ վիճակ է հանձնելու Տրամպը։ Իհարկե որոշ հարցերում շատ լուրջ հետընթաց ունենալով, բայց միևնույնն է, այդ հաջորդը իրան քննադատելու է, որտեղ այդ ձեռքբերումը օրինական կամ աշխարհի համար ընդունելի ձևով չի տեղի ունեցել։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայել Գալուզին ինչ վերաբերում է վերջին շրջանում եվրոպական առաջնորդների հաճախակի դարձած հայտարարություններին Ռուսաստանի հետ խոսելու անհրաժեշտության մասին նախ եւ առաջ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով, ապա դրանք շարունակում են համատեղվել մեր երկրի ռազմավարական պարտություն հասցնելու կոչերի հետ։ Բա Եվրոպան ուզում է քեզ ռազմավարական պարտության հասցնել, ճիշտ էլ անում է։ Ուզում է փրկի քո երկիրը։ Պուտինի ձեռը երկիրը քանդում ես։ Եվրոպային պետք չի որ Ռուսաստանը քանդվի։ Իրանց պետք չի Աֆղանստանի ու Պակիստանի հետ հարաբերվեն։ Ռուսաստանը ուղղակի եթե իր հալքովը մնա, Եվրոպային իդեալական ձեռնտու է։ Եվրոպական ի վիճակի չի Ռուսաստանի տարածքը գրկի։ Ուղղակի մեջ են անելու, եթե Ռուսաստանը պարտվեց։ Նման խեղաթյուրված տրամաբանությունը հստակ նշան է այն բանի, որ այսօր Եվրոպան հազիվ թե ի վիճակի լինի որևէ կառուցողական գաղափար առաջարկել։ Եվրոպան ուզում է Ռուսաստանին փրկել, էլ ինչ անի։ Ասում է հետ քաշվի, նրանք նորմալ գործընկեր ենք, աշխատենք իրար հետ։ Ինչի մասին է խոսքը։ Բա դուք հիմա լավ համաձայն չեք Եվրոպայի հետ, ինչ եք անում, ձեր արածը ինչ է։ Չեք տենում որ քանդում եք այդ երկիրը։ Ու մեկ էլ որ այդ մտքի հետ ոչ մի կերպ չի հաշտվում Եվրոպայի հետ, չէ՞, նենց անթակույց պատերազմի մեջ են գաղափարական, նենց իրական չէ։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան երկար ժամանակ ձախողվել է իր իսկ ղեկավարության պատճառով, նշելով երկրի քաղաքական համակարգում լայնածավալ կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտությունը։ Այնինչ ես տեսնում եմ վերջին մի քանի տարիների ընթացքում 6 վարչապետերն են։ Դա ինձ հուշում է, որ բրիտանական քաղաքականության մեջ կան լուրջ խնդիրներ եւ մարդիկ իսկապես զգալի կառուցվածքային փոփոխություններ են պահանջում, ասել է Վենսը։ Մեկը հարցնի կառուցվածքային փոփոխություն ինչ ես հասկանում ասելով։ Ինչ կառուցվածքը դի փոխի Բրիտանիան։ Բրիտանիան դա պարլամենտական միապետություն է։ Ինչն եք ուզում փոխեք։ Միապետը չունի բարձրագույն իշխանություն։ Ներկայացական հանրահողակարգային պաշտոն է։ 5 տարով մեկ ընտրվում է պարլամենտը։ Ինչ վերջի բանի վարչապետերի մասին է խոսքը։ Այսինքն վերջի վարչապետը եթե 6-ը հաշվում ես 2010 թվից։ 2010 թվից հա 6 վարչապետ։ Հետո ինչ անենք, ինչ նախանգարում։ Այո, եղել է վարչապետը հրաժարական ա տվել, չտար։ Դեյվիդ Քեմերոնը 2016 թվականին Brexit-ներ Գորդոն Բրաունը լեյբորիստ էր, դա այսօր 5 պահպանողական էին, Դեյվիդ Քեմերոնը պահպանողական էր։ Մարդը կարծում էր, որ բրիտանացին չի քվեարկի Եվրամիությունից դուրս գալու։ Իդեպ ինքը ճիշտ էր։ Իդեպ Բրիտանիայի դուրս գալը սխալ էր։ Այսօր էլ ես մտածում եմ, Բրիտանիան ձևը պետք գտնի վերադառնա Եվրամիություն։ Դեյվիդ Քեմերոնը տեղսավ ժողովուրդը քվեարկեց Brexit-ի համար, ասեց ես էլ ինչ վարչապետ, եթե կամ չեմ տիրապետում ինչ հակատարում, կամ ես այնքան հեղինակություն չունեմ, որ ժողովուրդը իմ հավատար ինձ, որ պետք չի դուրս գալ։ Մարդը հրաժարական տվեց, արժանապատիվ մարդ էր։ Հիմա այդ մարդուց ինչը բողոքենք, դրա որ կառուցվածքային ճգնաժամն ենք փոխելու։ Ինչ ենք դարձնում, թագավորական երկիր, թագավորական է, միապետություն է, դա էլ կասենք ինչի է միապետություն։ Այսինքն, հա, Թերեզա Մեյը փոխարինել է իրան, հետո ինչն է դրա վատը, մարդիկ հրաժարական է տվել, Բորիս Ջոնսոն, ինչ է եղել, էլի պահպանողական կուսակցությունից, այդ են Բորիս Ջոնսոնն էր, որ կանգնեց Ուկրաինային ասեց, չհամաձայնվես, չզիջես Ստամբուլում, Պուտինը կանգնեց Ջոնսոնին ասեց, որ հրթիռով խփելու եմ Լոնդոնին, ինքը այդ մասին ոչինչ չասավ, հրաժարականից հետո ասեց, որպեսզի միջազգային սկանդալ չլինի, բայց ինքը կանգնեց ասեց, խփելու ես, Ուկրաինա չզիջես, թիկունքիդ կանգնած եմ։ Այդ մարդուց ենք մենք հիմա նեղանում։ Լավ, Լիզ Տրասը հասկացան, 40 օր աշխատեց, հասկացան ձախողված մարդա, արագ փոխեցին, հետո Ռիշի Սունակին բան ունեք ասելու։ Համաշխարհային մակարդակի թոփ մենեջեր տղա է։ Եթե նույնիսկ ինքը այսօր վարչապետ չի, ափսոսանքով կարելի ասել, թե նա ինչ ճանապարհ է անցել եւ ինչ կարող է իր երկրի համար անել։ Ինքը հենց բերեց Դեյվիդ Քեմերոնին արտգործնախարար, որտեղ ասեց դու աշխատել ես Եվրամիության հետ, դու լուրջ անելիք ունես մոդի կանալու։ Հիմա էլ Քիր Սթարմերը, որը լեյբորիստ է, այդ բոլոր սխալների վրա եկել է իշխանության, արտաքին քաղաքականության հարցում կանգնել է Եվրոպայի կողքին։ Չի գցել նախկինների վրա, որ մարդիկ չեն նկատել դա։ Այսօր Մեծ Բրիտանիա Եվրամիության անդամ չէ։
Մեծ Բրիտանիան կարող էր հաճույքով Եվրոպային ասել դուք կանգնած եք Ուկրաինայի թիկունքին, ես էլ Ռուսաստանի հետ աշխատում եմ, հողի ու փողի ու ամեն ինչի մեջ կլողար։ Եթե ինքը Ռուսաստանի հետ գնար պայմանավորվածության, որտեղ ինքը Եվրամիության անդամ չի, բայց Եվրամիության անդամ երկրներից ավելի պինդ կանգնեց Ուկրաինայի թիկունքին, համաեվրոպական առումով, եւ նույնիսկ չօգտվեց այն առիթից, որ ինքը Ամերիկայի ներկայացուցիչն է Եվրոպայում, որ կարող շատ հանգիստ խաղեր տա, ինչի եմ ներքաշում համաեվրոպական ծրագրերի մեջ, ընդհակառակը անգամ կամուրջի դերից հրաժարվեց, կանգնեց Եվրոպայի թիկունքին, որպեսզի Ամերիկան ստիպված լինի հաշվի նստի Եվրոպայի հետ Բրիտանիային տեսնելով նրա կողքը։ Ինչից եք դժգոհ, կառուցվածքային ինչը փոխի։ Այո, էդ էլ միապետությունը զուտ ավանդույթից ելնելով։ Էդ էլ հասկանանք, այսինքն ուզում եք ինչ անենք, պարլամենտականից հրաժարվի։ Մեծ Բրիտանիան, այո, ժամանակակից պարլամենտարիզմի հայրենիքն է դեռ 13-րդ դարից։ Ով պետք է պարլամենտարիզմ Մեծ Բրիտանիային սովորացնի։ Պարզապես իրանք անգլիական բուրժուական հեղափոխության ժամանակ դատարանով դատեցին թագավորին Կարլ I Ստյուարտին 1649 թվականի հունվարի 30-ին էլ այդ մարդուն մահապատժի դատապարտեցին։ Թագավորն էլ ասում էր խելքներդ գցել եք, ես Աստծո կողմից ընտրված մարդ, դուք ով եք, որ ինձ դատեք։ Այո, եղավ, մինչև հիմա մեղքերն են քաղում, որտեվ իրանք դատարանով թագավոր են մահապատժի ենթարկել։ Ուղղակի որպես սիմվոլ թագավորին պահել էր առաջի բուրժուական հեղափոխություն արած երկիրը։ Բայց դրանից հետո Օլիվեր Կրոմվելը 1658 թվականի սեպտեմբերի 3-ին, որ մահացավ, ինքը միապետից ավելի շատ լիազորություն ուներ։ Իրանից հետո պաշտոնն ուզում էր ժառանգաբար անցնի իր տղային, անցավ, Ռիչարդ Կրոմվելին անցավ, դեղավ երկրորդ Լորդ Պրոտեկտորը, բայց շատ կարճ ժամանակում հասկացան, որ ինքը չի կարող անի եւ ասին չէ, աղբեր, քո մոտ չի ստացվում։ Կարլ I Ստյուարտի տղուն, որին գլխի համար հագինել փող էին առաջարկել, թաքնվում էր Անգլիայում, հետո փախավ Ֆրանսիայում էր թաքնված, հետ վերեցին, ասին արի միապետությունը վերականգնում ենք։ Կարլ I Ստյուարտի տղեն եկավ, Ստյուարտ II-ը եկավ միապետությունը վերականգնեցին, չնայած հեղափոխական որոշումները հարգելով, այսինքն միապետության լիազորությունները սահմանափակելու սահմանադրությամբ։ Եվ ինքը 60 թվականին եկավ իշխանության 1660, առաջի իսկ հունվարի 30-ին, որ հորը սպանել էին։ 1661 թվականի հունվարի 30-ին գերեզմանից հանեց Օլիվեր Կրոմվելին, տարեց ցցին նստացրեց, ասեց է դու չէիր հորս կախողը, հորս սպանողը, ու այդևի կախած թողեց։ Այս ամեն ինչի միջով անցել է Մեծ Բրիտանիան ու ասել է ինչ ուզում ես արա, թագավորի նկատմամբ հարգանքդ պահի, որովհետև դու առաջինն ես եղել դատարանով թագավոր ես սպանել։ Այդ ուղղակի սա ուղղակի որպես ավանդույթ մնացել է։ Ես ուղղակի ուզում եմ հասկանամ J.D. Vance-ը ընդհանրապես ինչից է տեղյակ, որ ինքը ուզում է, որ Մեծ Բրիտանիան ինչ-որ բան փոխի։ Մեծ Բրիտանիան այսօր կարող էր իդեալական հնարավորություն ունենար։ Նա հրաժարվել է հանուն համաեվրոպական ու համաշխարհային ծրագրերի։ Այնպես որ J.D. Vance-ին խորհուրդ կտամ ուղղակի բաժանորդագրվել Էդվարդ Անտոնյան YouTube-յան ալիքին։ Այդքան մի բան, ուղղակի ահագին բան կիմանա, այտենց չի խոսա էլի շատ բաների մասին։ Դե ինչ, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։